Your shadow lingers in the glow. A warmth I'll never let go. The stars above Life ենք, watch me ժողովուրդ, ոնց են ասում, սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ, ինչ տարեք, մի քիչ սպասեմ, ոնց որ բոլորն են սպասում, ես էլ սպասեմ, չնայած չեմ սիրում սպասելը, բայց դու մուզիկա լսենք, մինչև ընկերները գան, որովհետև ես չեմ կարում կիսեմ ոչ միտեղ, եթե կարաք դուք կիսեք, իմ մոտ բլոկած է, ինչքան վաղտա գրուպներում, դաժե բան չեմ կարում գրեմ, գիտեի մենակ չեմ կարում կիսեմ, բայց ենա պարզվեց այսօր բան է ուզում գրեի մի գրուպում, չկարեցա գրեի, Դե այս թեման երևի զգացիք արդեն ինչ թեմայի մասին է խոսքը, մեր եկեղեցու մասին, մի տեսակետ կա, որը ես չեմ տեսնում, չի հնչում, ամեն դեպս ես չեմ հանդիպել, մի հատ սենց մթնոլորտ է, ինչ է ստեղծվել, երկրի պաշտոն զբաղեցնողը վարչապետի ինչ-որ վատ բան է ասում եկեղեցու անդամներին ու սենց շուխուր է սկսվում, ուրեմն արձագանքում են դրան մարդիկ, նախ ասեմ սենց, եկեղեցին հոգևոր մի կառույց է, չէ, եսիմ ինչ չի, ասենք ինչ-որ կառույց չի պետական, այլ հոգևոր կառույց է։ Ստեղ արձագանքում են մարդիկ, ովքեր իրանց կտակարանը սելվանդում են պահում, որ չմաշվի մեր սուրբ գիրքն է, չիմանալով, որ սուրբ գիրքը պիտի այնքան կարդաս, որ մաշվի, հետ է իմաստը։ Կամ կնունքը իրանք տենում են իմաստը ոչխարին մորթելը ու միսը խաշլամա անել ուտել է, հետ ակնունքը չէ, ապել, բա ոնց, հավատքն էլ բան է, խաչի ոսկու կշռի չափը, աստված ջան, 25 գրամանոց խաչ եմ կախում, ոնց, թույն հավատաց, ուզում ես տանեմ 50 գրամ սարքեմ, վրեն է բրիլյանտներով Քրիստոսի նկարը կպցնեմ, այդպես ուժեղ հավատացյալ եմ, այդ ես մարդիկ արձագանքում են այս կռվին, վեճին, սենց ասեմ, բայց ախր ինչի մասին է խոսքը, մեր եկեղեցին ու Շաուլինը չի, որ դե մանախները հելնեն գան, քունգֆու անեն, գնան, ինչ-որ վարչապետ գրավեն, ինչ անեն, ռուսներից յան տվին, ոնց որ ռուսները չեկան վերցնեն տան մեզ, դեքել եք հիմա կպցնենք, եկեղեցին դա անի, բա ոնց, թե բա ղողանջեք զանգակները բան, սենց կոչեր են չի անում, ու են մարդիկ, ովքեր Նիկոլին ասում են, դու ով ես, որ մեր եկեղեցուն կպնում ես, այդ նույն մարդիկ, հլը լինելով Նիկոլից պաշտոնով, հնարավորություններով 100 անգամ ավելի քիչ, են գոնե մի երկրի վարչապետ է, սկսում են ուլտիմատումներ դնել եկեղեցու առաջ, բա եթե վեհափառը մի օրում չարձագանքի, կեսիմ 4 ժամում չարձագանքի, եսիմ ինչ չանի զենք չվեկալի ուրեմն ես, նախր դուք ով եք, որ վեհափառին ուլտիմատում դնեք, թե եսի չարեց, մեր եկեղեցին եսի չարեց, ենի չարեց, ուրեմն սենցա, ուրեմն նենցա, դուք ախր ով եք վաբշե, եկեղեցուն ոչ մեկ իրավունք չունի ու չի կարա տենց ուլտիմատումներ դնի, իրանք ինչ անեն, իրանք ինչ չանեն, մեր եկեղեցին շատ խելացի, չափած ձևած, շատ խորը հեռուն նայող մտածող մի կառույց է, իրանք գիտեն ինչ են անում, ինչ են ասում, եթե դու չես վստահում, չես հավատում, դու ինչ գործ ունես ընդհանրապես եկեղեցու մասին խոսում ես, եկեղեցին հավատքի կառույց է, եթե դու հավատացյալ չես, ընդհանրապես գործ չունես, դու չես կարա համարես եկեղեցին քեզ
եսիմ ինչ սյուն, եթե դու չունես այդ հավատքը, դու քրիստոնյա չես կամ չես պատկանում հայ առաքելական եկեղեցուն, ու դրուկ քեզ վիրավորում է այդ բանը, որ ինչ-որ Նիկոլը շունի բան է ասել, դա սուտի է, տենց չի կարա տես ճիշտ լինի, հիմա դուք ինչ եք ուզում, կոչ եք անում, այսինքն ուզում եք, ստեղ մի քանի տեսակի մարդիկ կան, որ դա իրանց, չգիտեմ, պաշտոնն է, գործն է անում, մարդիկ կան, որ իրանց էմոցիաներից ելնելով են, ասենց գրգռվում են ու ուզում են ինչ-որ մի բան անեն, մարդիկ կան, որ հասությունից է, չեն հասկանում, ինչ են ասում, ինչ են ուզում, ինչ են, ասենց մի հատ մթնոլորտ է, թե բա եկեղեցի արի առաջնորդի, մեզ տար զանգակները հողանջի, մենք ելնենք գնանք պատերազմի, ինչ պատերազմ, եկեղեցին ոնց կարա առաջնորդի գնանք պատերազմի մեր պետության, մեր իշխանությունների դեմ, նախ այդ պահը մի հատ հասկանանք, լիքը մարդկալը չի ընկալը, չի հասկացել, որ 2018 թվի եղածը դա սարքած բան էր, Սերժ Սարգսյանը ինքը հրաժարական տվեց, ինքը հրաժարական չտվեց, որովհետև հելավ տեսավ լիքը մարդ կա հրապարակում, ասեց, աման, վախենում եմ ես մարդկանցից կգան ինձ կուտեն, ես հրաժարական տամ, այդպես չի էլի ախր, այդ մարդը ձեզ ասել է, չէ, հրապարակավ ասել է, ես պարտվել եմ մեծ ուժերի, դրանք ով էին ընդեղ, այսինքն ինքը բաց ասում է, որ ինչ-որ մի կռիվ է եղել, ինչ-որ մի պատերազմի մեջ է ինքը մտե, կռվի մեջ է մտե, թե ինչ է այդ ուրիշ հարց է, կրվել է, թե առել են իրան, թե եսիմ ինքնաբերը կապ չունի ինչից է, ոնց է, ոնց ուզում է թվավատ է, ես ըտե չկամ, ես ըտե չունեմ փաստեր, որ ունեմ իմ մտածելու ձևը, բայց ես դրա մասին հիմա չեմ ասում, հարցը այն է, որ Սերժ Սարգսյանը ինքը ինչ-որ միտեղ պարտվել է, դրա համար ու ինքը իր ցանկությունով չի տվել, եթե պարտվում ես, դու չես պարտվում ասում, դե լավ պարտվել եմ, ուրեմն սես պետք է անեմ, ախպեր, ոչ, եթե դու պարտվել ես, քեզ ասում են դու ոնց անես, այսինքն Սերժ Սարգսյանին ասել են, դու պիտի հրաժարական տաս, ինքն է տվել է, նորից հասկացեք, ձեր դունդուկ ուղիները, թող մտնի այդ մարդկանց քանակից չի, ուզում ես միլիոն մարդ անի հրապարակ, ինչ անելու, Այն սրբազան շարժմանն էլ չէ եկան, լիքը մարդ եկավ, ամենաշատ մարդիկ հավաքվեցին այդ ժամանակ, ինչ եղավ, ասենք Նիկոլսկի չգիտենք էլ իմացավ, չիմացավ, հավաքվան ու կանգնան, հետո որոշեց, որ ասի հրաժարական տուր, ինչ եղավ, խնդացին վրեքները, դա կատարվում է, այդ պրոցեսը կարա աշխատի զարգացած, նորմալ երկրներում, որտեղ ասենք Մինիստրը հրաժարական է տալի, երբ որ ինչ-որ մի հոգի մարդ այդ երկրից ինքը վնաս է տվել դրան, այդ բարոյականությունից, այդ ճնշումից, այդ պատասխանատվության զգացմունքից ինքը կարա հրաժարական տա, այդ էս նորմալ երկրի, ասենք Նորվեգիա, չգիտեմ ինչ սենց, կարող Հոլանդիայում էլ, այդպես երկրում կարող է այդպես մի մասը հավաքվի գնա ու հրաժարական պահանջի, որովհետև նորից ասում, Սերժ Սարգսյանը ամենամինիմումը, որ կարար աներ, դա կարար ասել, օքեյ, դե լավ, որ լիքը բողոք կա, եկեք նոր ընտրություններ ենք կազմակերպում, ու գնար խիպիշը բան, դաժե այդ ժամանակվա ոստիկանության պետը, Վովա, չգիտեմ ինչան, թե Վովան էր կարծեմ, ինքն էլ ասեց, չէ, հայտարարեց, որ ես գնացել եմ, Սերժ Սարգսյանն ասել եմ, ասա, ես ցրեմ սրանց, մի րոպեում, թե մի ժամում ինչ-որ է, ու կարար ինքը ցրեր, կարար չորով է ցրեր, կարար օրենքով է ցրեր, երբ որ հանդիպեցին, ասեց Սերժը Նիկոլի, որ ձեր հավաքը անօրինական է, էդի տալիս է իրան իրավունք, որ օրենքով ցրեր այդ ամբողջ հավաքը, ու վсё, պրծնում էր, բայց ինքը չարեց, որովհետև ինք ուրիշ բանի հետ էր կապված այդ սաղ պրոցեսը, մոռացեք էդի, էլի, please, մոռացեք, որ հավաքվեցիք, սենց գնացիք, Նիկոլը պետք է հրաժարական տա, ով է ձեզնից հավատում դրան, որ Նիկոլը տեսավ դե 10,000 կամ 100,000 մարդ, ասելու է, ոյ աման, փախանք, որ նորմալ մարդը տես բան կմտածի, եթե դուք էդ չեք ուզում, ուրեմն ուզում եք հեղաշրջում,
դուք ձեզանից շատերը մտքով կամ ենթագիտակցորեն կամ գիտակցորեն ուզում է հեղաշրջում գնա 10 բանից հատկացնի իշխանությունը վերցնի հիմա այսա process-ը գալիս է նրանից այս ընկալումները որ անալիզ անելու ունակություն չունի մեր ժողովուրդը կամ նույնիսկ շատերը այնքան չունեն որ չեն կարող իրանք անալիզ անեն իրանք որ իրանք չունեն անալիզ անելու ունակություն չեն մտածում վաղվա մասին հաջորդ քայլի մասին չէ դրանք դավայ սենց անենք ջարդենք շրենք մերնա վերցնենք աման կերան ինչ ոնց եք անում ախր ոնց եք պատկերացնում հայ առաքելական եկեղեցին ձեզ առաջնորդում է հեղաշրջման մեջ այսինքն ոնց այդ տերտերները պետք է հելնեն գան սենց ձեզ առաջնորդեն տանեն հեղաշրջման ասեն որ ամբողջ իրանց կյանքում սովորել են էլիստ է գալիս այդ հավատքի հոգևորի պա որ չեք հասկանում ախր այդ մարդիկ հոգևորականներ են իրանք մարդկանց քարոզում են հավատ քսեր ես չեմ ասում որ իրանք պետք է հանդուրժեն սխալը սուտը դևին եւ այլ դա չի հարցը բայց դուք ուզում եք մի process-ի մեջ իրանք ընկերվեն որը իրանցը չի իրանք չեն կարա հելնել հա մասնակցել են պատերազմի իրանք մասնակցում են նաև պատերազմի բոլոր պատերազմները եղել է որ հոգևորականները գնացին մասնակցեն դա ուրիշ է որ ուզում եք որ իրանք առաջնորդեն ձեզ տանեն չգիտեմ իշխանության դեմ կռվի ոնց եք դուք պատկերացնում ու հետո ինչ անելու ասեն գնացիք տվիք ջարդիկ եկան շաուլին խփին հետո ինչ անելու մեր իշխանություն ով է դառնալու ոնց են դառնալու ինչ են անելու հետո ինչ անելու մեր եկեղեցուն ոնց աշխարհը ճանաչելու ասելու են terrorist եք ինչ եք չեք ճոգում որ ես իմ ուրա տանում այդ մի հավայի բան է ու չի կարա մեր եկեղեցին հելնի գա այտենց քայլ անի իրանք արեցին օրինակ 10 ու 19 թվին ես էլ էի ներսրտված որ ինչի եկեղեցին չի խոսում հետո խոսեցին եկեղեցին էլ լավ իր դիրքորոշումն ասեց որ ինքը դեմ է սրանց որ ինքը դեմ է այս ձևի իշխանություններին ու դրանից սկսեցին քարկոծել իրանց ու հենց այս process-ն է որ սկսել է դրանից է անցյալ շաբաթ մեր կաթողիկոսը կարծեմ տոշտի չգիտեմ ես էլ եմ սենց լսել որ ելույթ ունեցել արցախցիներին պաշտպանելու ու այս խոսակցությունն է դարի առիթ որ սկսի այս պայքարը իրանց դեմ որտեվ ինքը ասել է պետք է արցախցիները հետ գնան իրանց հողերը մեր հողերը եւ այլ էսի հակասում է Նիկոլենց այդ խաղաղության ու իրանց պարտվելու հոգեբանությանը իրանք պարտված են պիտի պարտված գան ինչ որ մեկը հելնում ասում է չէ մենք հələ պիտի հաղթենք այսքան բան կարա անի մեր եկեղեցին բայց դուք իրանց պահանջում եք ինչ որ եսի պատերազմի գնան խփեն այդ չի կարա ու մյուս քայլը նույնիսկ եթե ասենք իրանք անեն ու դուք եք գնալու պաշտպանել լավ էլի ժողովուրդ դուք այսքան բան եղավ դուք ինչ արեք այսքան իրանց էս Okay, Նիկոլեն, Ալինը պաշտպանված են։ Բա մնացածները պաշտպանված չեն։ Նրանք բոլորը ամեն օր ձեր կողքին քայլում են, գնում են հանգիստ սուպերմարկետ առևտուրին։ Գայս են տուն տենցո չի որ սա քպեականների ամբողջ շենքը քպեական է։ Իրանք մաշնով գնում են այդ սա ճանապարհը քպեական է, որտեղով քայլում են սա քպեական են, հա, որտեղ նստում են կաֆե սա քպեական են։ Ձեր կողքն են։ Ձեզնից որ մեկը հելավ թե մի օր իրանց երեսին թքեց մի հատ չափալախ տվեց, ասեց այ թուրք շներ, ոչ մեկը, չէ։ Մի երկու հոգի ընդամենը։ Ու դուք այդ ձեր դուխով ուզում եք պատկերացնում եք որ էսա մի քանի հատ տեր գա, դուք հելնելու եք սկսես գնաք ջարդեք փշրեք, լավ էլի։ Այդ անողը անելու է, այդ անողը չի սպասում որ մեր եկեղեցին զանգեր հողանջի։ Այդ անողը հիմա գնում է հենց այսօր այն Տեր հայրին պաշտպան կանգնի, ով որ հայտարարել որ չի թողելու քպեական մտնի, նիկոլական մտնի եկեղեցին։ Այ դու ոչ թե հայտարարի Facebook-ում գնանք զանգակներ հողանջի, մենք գնանք պայքարենք, հաղթենք այս դևին եւ այլը։ Գնա այդ մարդուն պաշտպանի, գնա կանգնի եկեղեցու դեմը, դու ֆիզիկապես մարմնով գնա կանգնի ինձ ու ասա չեմ թողում ես։
մի գնա այդ հերուն, գնա քո մոտի եկեղեցին, ամենամոտիկ եկեղեցին, ալարում ես ասենք հերույա բան, հավես չկա այդ հաս, գնա քո ամենամոտիկ եկեղեցին, կանգնի դրան դեմը, ասա չեմ թողում Նիկոլական մտնի։ Դուք մի քանի օկով հավաքվեք գնացեք, դա մինիմումն է, որ դա դու չես կարող անես, դու չես կարող վաղը տենց շատ որով էթակ ու իշխանություն գրավեք, հաստատ չես անի լավ էլի, դուք էտաս այդ մոմենտի որ գանք ասես ախպեր, ես բանա էլի, ես երեխեք ունեմ, բանի տակ եմ, մոմենտը դու արա, ես հետևիցդ գալիս եմ ընկել, բան ագլիս գնաց սատկացրա դրանց կասես, հա, չէ ախպեր մի խփի մորթի կասես դու իրանց, ես հետևիցը կգամ, ես սաղ կանեմ բան, դու տենց քովրից ընդեկը կցես այդ վերջի վայրան շուստրի, ու ուրիշին կղրգես, դու չես այդ հալու, էլի, դու մենակ կայֆոտ գրում ես Facebook-ում, որ պետք է, գնանք, ես ինչ անենք, թարգեք էլի արա, ես 6-7 տարիա չտեսանք մի որ մեկը տելնի տենց, դուխով քայլեր անի տենց բանի կան անողներ, ես չեմ ասում ոչ մեկը չկա, լիքը կա անողներ, այդ անողները կամ անում են կամ հասկանում են իրանք ինչ են անելու, ինչ կարան անեն ու գիտեն որ ոնց կարան անեն, երբ է ժամանակը գալու կամ ում համար են անելու, ոնց են անելու, այսպես մի էլի բան սենց ստեղծեք ինչ-որ մի մթնոլորտ, թե բա սպասում եք մեկը, հեսա եկեղեցին ասի, եթանք տանք ջարդենք պշրենք Չիլնի տենց բան, ու ճիշտն էլ էտ է, որ չի կարա եկեղեցին ձեզ առաջնորդի մեր երկրի դեմ հեղաշրջմանը, որտև էտ իրանց ոչ մի բանի մեջ չի մտնում, իրանք չեն կար, իրանք վայնի օրգանիզացիա չեն, իրանք տերորիստական խումբ չեն, իրանք եսի խուժանների բան չեն, որ խումբ չեն, որ նստեն ախպեր ասեն քելենք, էտանք դրանց սատկացնենք, էտ կազյոլը մեզ ինչ է ասում բան, տենց չիլնում, ինչ եք հավայ դրը եկեղեցուն իբր թե դուք Հռոմի պապից ավելի կաթոլիկ եք, ձեզ է վիրավորում, իրանք զգում են այդ վիրավորանք, իրանք կարում են դրանից պաշտպանել իրենց, թե չի դուք իրանց պաշտպանեք, դուք պետք է իրանց կողքին լինեք, այո, բայց ոչ թե դուք իրանց թելադրեք, թե իրանք ինչ պիտի անեն, որ դուք գնաք իրանց թիկուն կանգնեք, բան, էլ եմ ասում, թիկուն կանգնող հետում հելնում թիկուն կա կանգնում, չի սպասում, որ իրան հրավիրեն, կամ հելնեն, եսիմ տերտերները բաներով, կալաշնիկովներով հելնեն էթան, ու դուք եթակ իրանց հետևից, ասեք, այո, զանգերը ղողանջեցին։ Այ էտ է ուզում ասի, որ միտեսակ չկարացա դիմանամ, որ այս ձևին էլի, որտև էլի եմ ասում, են մնես մարդիկ են խոսում, հրապարակավ բան, ելույթներ են ունենում, որ վապշե կրոնի հետ կապ չունեն, հավատքի հետ իրանք չգիտեն ինչա հավատք ընդհանրապես, եկեղեցի բան խաչ են կանում ախպեր, էտա մեր ոսկուց խաչը հաստ ու վсё էլի, բա Աստված ինչի համար է, բա եկեղեցին մեր պահպանել է բան, դրա համար է պահպան է, որտև գիտի ինչ է անում, ոչ թե Հավայի ամեն մի եսիմ փոքր դեմոնիկի հաչոցին հելում բանը, պայքար ենք սկսում, ելենք եթան կրվենք բան, դուք որ մի եպիսկոպոսին եք պատկերացնում, որ հիմա զենք պտի վերցնի, գա ինչավոր ենի եսիմ ինչ ասե, էլ եմ ասում, կռիվը չի իմաստի, իրանք պայքարում են, իրանց պայքարը ուրիշ տեղ է, իրանց պայքարը ուրիշ աշխարհում է, ուրիշ ձևի է, իրանցը հոգևորն է, հենց էտ է նաև մեր խնդիրը, որ մեր ազգը չգիտի հոգևորն ինչ է, իրանց համար հոգևոր հասկացողությունը տենց մռայլ ինչ-որ մի հատ մշուշ է, հենց եկեղեցի այդում ենք, ոչխարին մորթում ենք, որ չի օգնում, ուրեմն լավ ոչխար չէր, նիհար էր, չաղ ոչխար առնենք, մորթենք, խաշլաման լավ ուտենք, սենց Աստված մեզ կլսի, եթե չի լսում, մի 3 հատ կտականը առնենք, սենց մեծ առնենք, տանենք սերվանդին դնենք, այդ է մեր հավատքը, էլի ախպեր, Աստված, բա այդքան հավատում ենք, խիմեզիկ տես մի միլիոն չես տալ, հասկանում եք, սենց մարդիկ ելնում են, ուզում են, ոնց որ շինեն մեր եկեղեցու գլխին, թե բա արի գնանք բանի, կռվի, լավ էլի թարգեք, լուրջ եմ ասում, թարգեք այդ Հավայի խոսակցությունները, գնացողը գնում է, անում է, այն տղեկը, որ գնացի իրանց
իրանց փայ արել են ինչ որ պետք է, իրանք չեն նստե սպասե, մեկ ասել եմ ասում, փողոցում ձեր կողքը ամեն օր ֆրֆռում են դրանք։ Այն ինչ ասեմ, ում ասեմ, որ կոնկրետ մեկին ասեմ, կգանք ասեն վախի այդ մեկին ասել, լիքը կան, լիքն են, էլի, կարակ լուրջ եմ ասում, դե փողոցում մեկի վրա թքեն ասենք, պրոստ թեթև չապալախեն ասեն այ կազյոլ, այս չեք անում, ձեր գործն է, ես ձեզ չեմ մեղադում, թե խի չեք անում, բայց դուք էլ մի ելեք տենց արուծի սիրտ կերած, պահանջեք, որ եկեղեցին պետք է իրան զոհաբերի, իր ամեն ինչը եղած չեղած ու գա կրվի դուք եք կայֆերով նայեք նենց նամանավանդ էլի վայ քվար այսօր հավես չկա հելնեմ դուս կայնի Facebook live-ը միացնեմ նայեմ արա դուք խի քիչ ելակ այ տերտեներ ինչ եք այսքան քիչ տերտեներով հելը հա պետք է շատ արա դե սխալ արիք էլի ես այն օրը գրել էի Facebook-ում որ պետք է շատով հելնեք դուք չելակ այդ համար պարտվակ ես սենց մոզգ եմ էլի դուք ինձ պետք է լսեք սաղը ինձ այսպես տպեր ելնում են ու բաներ են խոսում ու ամենա էլ եմ ասում ինձ շատ ջղայնացեց որ մի քանի ամպագորգոր դեմքեր սենց հելը սենց ուլտիմատումներ են տալի եկեղեցուն կամ դժգոհ էին եկեղեցու արձագանքից առանց որևիցե մի գրամ գոնե հասկանալու թե ինչի մասին է խոսքը, ինչա արխիվում դրված, ինչ կարան իրանք անեն, ինչի համար կարան անեն, ինչ չեն կարան անեն եւ այլը եւ այլը եւ այլը։ Ու այդ էլի այդ դուրս հելնելու այդ տուպո այդ դեբիլ կանչը, էլի զզվում եմ արդեն։ Այդքան հելանք ինչ էլա, վար, այդքան սաղ ձևերի հելան ինչ էլա։ Տեսակ որ մի անգամ պարելավ, երկու անգամ եղավ, մի անգամը չգնացին ոչ մեկը, տես բան եմ լսել Բաղրամյանի կողքով երկրորդ անգամը գնացին ինչ արին միլիցեքը հելան կրակին ձեր վրա բայց կրակելու են որտեվ էլի եմ ասում Նիկոլը հիմա չի պարտվել ոչ մեկի լավ վզին չի դրել որ ինքը պետք է հրաժարական տա Սերժ Սարգսյանին դրել էին իրան ասել էին որ պետք է տաս ինչ որ մեկը չգիտեմ ով այդ իր ասած մեծ ուժերը իրան ասել են պետք է հելնես այդաս վсё դրա համար ինքը գնաց ոչ թե տեսավ 10000 100000 մարդ կա ու ասեց վայ վախեն այն Սերժը որ դուք սաղդ ցես դողում եք որ դիկտատուրա էր 10 տարի սաղդ բողոքում եք դիկտատուրա եւ դուք վախեցավ մի 10000 մարդ մի 50 չգիտեմ 10 կամ մաքսիմում մի 100 հոգու մաքսիմում 100 հոգու էդի գմփծրած տիվ եմ ասում բռնեին տանեն մնացած սաղ փախնելու են տներ էլի աղբի գործերով արա երեխաս արբան սաղ փախնելու են տներով ով էր էթալու իրան կյանք տար ընդ ինչ-որ Նիկոլի համար կամ որ Սերժը է ոչ մեկ հասկացեք այդ դուրս ելնելու բանը դա բողոքի ակցիա է այո լիքը արվեց արդեն սաղել տեսան հասկացան որ այո ժողովուրդ կա մի մեծ մասա որը դժգոհ է всё это էր այդ ամեն ինչը բրծալ տեսան որ չի տալու sense սովորական որ հելնես այս անօրինական ճանապարհով դե էսի անօրինական ճանապարհ էլի մաս 18-ը մոռացեք դա օրինական նշեր Դա տենց տրվեց, բայց էսի օրինական ճանապարհ, օրինական ընտրություններով է։ Ընտրությունների օրը կգա, այո, գնացեք ընտրեք, բայց մի տունը նստեք ու մի գնացեք ընտրեք, ու հետո բողոքեք որ չի լինում։ Ոնց որ նաև այդ բողոքը, ասում եմ այն ով էր։ Էլի տենց հայտնի դեմք էր։ Ինչ որ մի բան էին սրանք արել, ասում եմ դե բողոքեք, եսի որ դե ասում եմ եվրոպական դատարան թե ինչ։ Ասում է ինչ իմաստ ունի, ախպեր, բա որ իմաստ չունի, ոչ մեկը բողոք չի ներկայացնում, հետո վաղ է թալու եք եվրոպական դատարան, ասեք մեր ղեկավարությունը կազյոլ է, ընդից ասելու են կազյոլ է, ինչեր է արել, ասելու եք SSS-ն արել, ասելու են բախի չեք բողոքել, ինչ եք ասելու, ասել եք Հավայի տիպ եք դուք, ձեզ ինչ բողոքեք, չեք ասել, բա որ Հավային խեք եք հիմա մեր մոտ, բողոքեք, որ հետո տանեք այս 10,000 թուղթը ցույց տակ, ասեք 10,000 բողոք կա վրան, բայց դուք չեք բողոքում, Հավայի մենակ Facebook-ում եք գրում, Facebook-ով ես ինչ եք ներկայացնում, ու ասում եք հենց վատա, տես չի լինում, բողոքներ պիտի լինի, Սերժի վրա լիքը բողոք են, չէ՞ լսնում, դրա համար երևի մի օր նայն արա, ասին ախպեր քո վրա 15,000 բողոք կա, ես ինչ ես անում, բայց դուք չեք բողոքում, ոչ մի բան չեք անում, վրոդի լավ մարդ եք, լավ տղա եք, եսի ինչ եք, բայց տակից կամ կողքից բողոքում եք Facebook-ում, ինչ հա բողոքի Facebook-ում, հա գրի,
Ոչ մեկի տանձին չի Facebook-ում քո գրածը։ Տակարակ Facebook-ը բլոկում է, ոնց որ ինձ։ Բլոկում է, всё, դու լրվում ես։ Շատ համան է սա account-ը կփակի ու вообще կետաս կորես, Ինչ ես անելու։ Բողոքելու ես Facebook-ի դեմ, մի հատ թազա account ես բացել, մի հատ քֆուր ես տալու Facebook-ի, բրծավ է տալելու քո կռիվը պայքարը։ Հույս ունեմ հասկանալի դարավ իմ տեսանկյունը ու որոշ մարդիկ գոնե կհասկանան, որ չարժի տենց այդ թեմաների մեջ մտնել, եթե դու չկաս այդ թեմայում ու նամանավանդ մեր եկեղեցուն տենց ուլտիմատումներ դնել, բան Էլ եմ ասում, մեր եկեղեցին ինչքան կարողացել է, կարողանում է, ինքը մեր կողքին է, մեր ազգի կողքին է, Արցախի կողքին է, էլ ինքը ինչ անի, ու ինքը հաստատ գիտի, որ տեղը գա, ոնց որ հիմա է, շատերը մենակ նստելու եք Facebook-ում բողոքեք, կամ սենց հայատում նենց, արա դե լավ էլի սենց, արա դե չի դզում բան, բայց այն քայլերը չեք անելու, նորից կրկնեմ, Այմա լավ պահա, ես չեմ ասում ոչ մեկի պտի եթաս, եթե չեթաս սենց ես, ոնց որ ձեզանից շատերն ասում, ես ասում օրինակ, լավ հնարավորությունը գնաք եկեղեցու կողքը ֆիզիկապես կանգնել է, ասեք Տեր Հայր ջան, դու ես ոնց որ ես մի Տերայրներ ասում, ես եմ ես եկեղեցու Տերը, ես եմ կնքված քահանաս Տեր, ու ճիշտ ասում ինքն է, որ ալկաշ եզը, որ գնացել էր երեք, ասում է ես եմ ստեղի Տերը, գնացեք, ոչ թե ասեք դու Տերայր ջան, այ ճիշտ ես անում, բայց մի հատ է սենց արա, չէ, դու իրավունք չունես իրան ասես, ինքը ոնց կորոշի, տես դու գնա պրոստը կողքը կանգնի, ասա ապրես Տերայր ջան, ճիշտ ես ասում, ես քո կողքին եմ, ասա ինչ անեմ, ես քեզ պաշտպանելու եմ ֆիզիկապես, այն ինչը որ դու չես կարանես որպես քահանա, ես կանեմ որպես սովորական մարդ, որովհետև դու իրավունք ունես որոշ բաներ անելու, իսկ քահանան իրավունք չունի որպես քահանա, ինքը չի գնելու բոքս անի, ինչ-որ լակոտի հետ, դու կարաս կողքից որպես սովորական քաղաքացի թուլին բռնես, մի հատ քթին կպցնես, որովհետև դու սովորական քաղաքացի քահանա է, ինքը չի կարա իջնի այդ մակարդակի, տես թուլեքի հետ բանը, բազար խփի կամ բան, պատկերացնեք վիզը բռնի, չի լինի, դա այդ է, գնացեք արեք ախպեր ու այդ վաղ կարաս ասես, всё, տենմես ես այդում եմ պաշտպան եմ կանգնում, պետք չի գլուխ գովալ, չեմ ասում, ելնես մի հատ մեդալ պահանջես եկեղեցուց, թե բա ինձ մի հատ բան տվեք, ոչ, գնա կանգնի ու քո սրտի, քո խղճի հանդեպ կլնես արդար այդ ժամանակ կասես կզգաս, որ դու բան ես անում, ոչ թե հավայի մենակ գրում խոսում ես ու սպասում ես, որ այն վերջի կռիվը գա, այդ հաս մտնես արանքները, սենց բան անես, օգտվես, էսա, կամ ուրիշ ձևի, գնա մի ձևի եկեղեցուն ֆիզիկապես, բայց ֆիզիկապես գնա իրանց սատարի, գնա կանգնի կողքի, որ այդ մարդիկ տեսնեն, որ դուք որպես մարդ անձ, ոչ թե օնլայն հարթակում, այլ օֆլայնում, իրականում, աշխարհում, ֆիզիկապես ես երկրի վրա կանգնած ես իրանց կողքը։ Եթե չես անում էդի, հավայի մի խոսա, որ երևա թե իբր լիքն են, ոնց որ միշտ տալում 10,000 լայքերա, հետո օրը գալիս է 15 հոգի են գալի։ Դե այն մեկը էսել են, մեկը հերու էր, մեկը ցուրտ էր անձև էր գալի, այն մեկի երեխուն պիտի դբրոցից բերի, ամեն մեկը մի հատ պատճառ ունի ու չկա։ Տենց այդպես խափում եք, այս մարդիկը դա մեր չեն կարող վստահեն, թե ինչ է քանակը, ինչքան են, ովքեր են, որտեղ տեղը որ գալիս է, չկաք։ Էլի եթե չկաս էլ, ջանդամ, օքեյ, մի արի, բայց դու մի հավայի խոսա, թե սենց պտի արվին, ես պտի արվի, այ եսի խիսես չնամ, նես չնամ։ Ինչը ասեցի բոլոր իմ ասածները լրիվ ապացուցվում են, կան, երևում են, նոր բան չեմ ասում, ինձանից բան չեմ հորինում, սաղ էլ կա երևում է, կարակ տենակ, եթե մարդ կա չի տեսել, կարամ ցույց տամ, որտեղ է ինչ է երևում։ Լավ եղեք, հույսով եմ գոնե մտածելակերպ ես միտքը տարածեք, որտեղ պետք է մեր ժողովուրդը իմանա, նաև կա սենց էլի, մի տես ոգևորվեք, ընկեք ձեր էմոցիաների մեջ ու գնացեք սենց իբր թե հայրենասեր եք ու պիտի սենց այս ճանապարհը գնաք, դա սխալ ճանապարհն է, դա ոչ միտեղ չտանող ճանապարհն է, դա մենակ մեր գլխին սարքովի ճանապարհներն է։ Հասկացանք, զգում ուզում ես, բոլորս էլ ուզում ենք, բայց եթե չկա, չկա։
Կամ մի նոր բան օրինակ, էշի նման ամեն անգամ նույն բան անելուց նույն բանն է ստանում ախր, չի կարա տենց լինի, որ նույն մեխը խփես ու մի անգամ այդ մեխը դառնա ծառ։ Չէ, մեխը խփում ես, մտնում է, всё, բրծա։ Ամեն անգամ նույն բանը անելուց, նույն սխալն անելուց չեք սովորում։ Դե համար էլ 100 տարի առաջվա գենոցիդից էլի չսովորանք, որովհետև չենք կարող սովորենք, մեր սխալներից չի ստացվի, որ մոռանում ենք, ասած նոր բան ենք վրոձի բանանում, այդ նորը նույն հին սխալն է։ Ուզում եմ չի նայում, արա մի րոպե, էսի արել ենք արդեն, չի ստացվում, ուրիշ բան, ուրիշ ատրիբուտ մտցնենք մեջ, ուրիշ բան անենք, ուրիշ ձևի անենք։ Էսի չի լինում, ախպեր, չի լինում, հասկացեք, չի լինելու։ Կյանքում չես կարա դու հելնես այդպես 10,000, 100,000, 500,000, 1 միլիոն հայով կայնես հրապարակում, ասես Նիկոլ, հրաժարականություն, Նիկոլ հրաժարականությունը փախնի։ Ինչի համար։ Ինքը դնի սաղդ կմորթիկ, ասի դուք սաղդ կակրած հավաքվել եք սաղն դիմադինով, սաղդ մորթեն պրծնեն ձեզնից։ Կմնա իր ժեխերի հետ, հանգիստ երջանիկ կապրի, իրան ոչ մեկի չի դա, գասի ես լեգիտիմ ընտրվածն եմ, всё։ Դուք բան եք, չար նախկիններն եք, ռոբասերժական Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչներն եք, վար կարկառուն ներկայացուցիչներ, հավաքվել եք, всё, մի հատ գազ բաց թողենք, խեղդվեք։ Դա ինչ, իր Ադրբեջանը թիկունքին է, Թուրքիան իր թիկունքին է, Հագինը ժեղ կա իր թիկունքին է ներսից, եթե չել դրսից են բերում ներս, всё, գնացեք թե հավաքվեք, ասեք, բան։ Ինչա։ Ինչ-որ մի բան գորացեք կապ չունի։ Եղավ, դե լավ եղեք, կհանդիպենք հաջորդ անգամ։ Ստեսուն ձեզ, պինդ եղեք, ձեր հավատքի մեջ նամանավանդ ուժեղ ելեք, հավատքը կարևոր բան է, բայց հավայի մի հավատքը գցեք ամենտեղ ոտերի տակ, ուսենց օգտագործեք ձեր նպատակների համար, տես չի լինում։ Հավատքը լրիվ ուրիշ բան է, ուրիշ աշխարհ է, ուրիշ մթնոլորտ է։ Հաջողություն ձեզ։